կայոքնենք։ Իմաստուն ամենակայֆ բանն է, ինքը նստած ամնում իր տեղը, բեմ չի դուրս գալիս։ Իր դեմքը չի երևում։ Իր դեմքը չի երևում, այսինքն կարա դեմք չունենա։ Կարա вообще մարդ չլինի։ Ձեն մենակ լի հերիքա, ձեն։ Հա, բանը, բայց ինքը պետք է լուրջ օգնի մեզ։ 3 անգամ մենք իրան դիմելու ենք, ինքը լուրջ խորհրդով պետք է մեզ օգնի, մեր հյուրին ինչ-որ լուծում առաջարկի։ Ցանկալի է իմաստունը լինի իմաստուն ու տարիքով։ Այսինքն ասես մի քիչ կյանք տեսած, հա։ Բայց այդքան կստացի ես ջոգեն որ իմաստունը կարևոր չի, կարևորը տարիքով լինի։ Տարիքով մարդը ինչ էլ ասում է կամ բեսամ խնդալու է կամ լուրջ։ Ուժը ձենից բանա, չէ՞, իմաստուն է հնչում։ Կա մարդ 45+։ Պետքա ծափարել եթե կա։ Չկա 40+։ Ահա։ Ով է, մի հատ կբարձրացնեք ձեր ձեռքը։ Բարև ձեզ։ Ձեր անունը ինչպես է։ Գևորգ ջան, դուք քանի տարեկան եք։ 43 1 ոնց է այդե լավ անցնում ես ուժը մոտիկ եմ էլի այդե չի դզում չէ չեմ գալի բայց դեռ ռազվարոտը չի կարա անի էլի կարող մենակ տորմուստան մեռնեմ իսկ դուք ինչ եք մասնագիտությամբ Գևորգ ֆինանսիստ ձեր սիրած թիվը մաքսիմալ մեծ Մաքսիմալ մեծ, իմաստուն պատասխան 41 խոսքի Գևորգ, իսկ դուք ինչ եք ավարտել Ռուսաստանում եմ ավարտել Ոչինչ Կարա կասեք Ոչ մի վատ բան չկա դրանում Ֆինանսական ակադեմիա Երկիր է էլի Финансовая академия при правительстве Российской Федерации Այդ վերջինը չպետք է Ֆեդերացին լսեցի ես Ռոսիյսկա ֆեդերացիա, ես հելնում եմ ուժը բան Գևորգ, իսկ ձեր ընկերները ձեզ հաճակ խակի են դիմում խորհրդով Я говорю, часто ли вам люди за советом? Գևորգը պատասխանից առաջ մի 3 վայրկյան պաուզա։ Արա հա, նատորը Ռուսաստան խոսամ, sense հարցը հնչում է։ Կապը վատնա Եմ որ վատ բան ես, ասես ես շպիտով հլը 3 վայրկյան Ոնց Ֆինլանդիայի մասնակիցն է, Եվրատեսիլում ուշ է բանանում, հա։ Որ միանում է կադրել, լսեն սպասում եմ Hello, Europe։ Ռեսկի ժամանակ։ Գևորգ։ Ալո։ Ալո Գևորգ։ Ես ուժը վրից է խոսում, ես ուժը ապը սա խախտվել է։ Գևորգ, ընկերները դիմում են ձեզ խորհրդի գալ։ Լինում է մեկ Վերջի անգամ օրինակ ինչ են ձեզ հարցրել, որ դուք նենց խորհուրդ եք տվել, Սաղասարյանը դզեց, լավա Գևորգին հարցրի։ Չասեմ էլի Ինչու։ Տեղը չի Նախավերջին ասեմ Տեղը չի։ Ելնենք Ռուսաստան։ Լավ, Գևորգ, մի քիչ ձեզանից պատմեք, էլի, ընտանիք ունեք։ Այո Քանի հատ։ Մի ընտանիք։ Մի ընտանիք, իսկ երեխա։ 2 տղա Աստված պահապան։ Բոլորիս երեխեքին Գևորգ, ես դուք ուզում եք լինեք իմաստուն, դուք մտածում եք կտակ Ինձ ոնց հասկանում եմ շանս չեն տվել Ինչ։ Մերը միկրոֆոնը կապել են, ինձ ոնց հասկանում եմ չեն հարցրել Իսկ ձեզ տվել են այդ քառակուսի։ Աստե մի բան կպցրել եմ վրես Всё կպցրել են, ուրեմն դուք իմաստունն եք։ Եկեք ծափարենք Գևորգին։ Մի բան Մեր տեղը ուժը որոշվել է։ Всё, Գևորգ, մենք ձեզ 3 անգամ կդիմենք, լուրջ պատասխան ենք ձեզանից ակնկալում։ Կփորձեմ Всё Շնորհակալություն Գևորգ։ Մեզ հետ էր Գևորգը Ռուսաստանի Դաշնությունից։ Սանկտ Պետերբուրգ, Գևորգ, հատուկ Արմենիա TV համար։ Всё, գնացինք, պատրաստ ենք մենք։ Մեր շոուն սկսված է, ովքեր խնդիր ունեն, կարող եք ձեռք բարձրացնել, գնացինք։ Դուք ամենասկզբից եք ձեռք բարձրացրել։ Այո։ Այո, բարև ձեզ։ Ձեր անունը։ Արեգ։ Արեգ, ինչ խնդիր ունեք։ Էքզիստենցիալ Սփյուռքահայ եմ ու Հայաստանում տանը չեմ զգում։ Սփյուռքահայ ես ու Հայաստանը տանել չես կարող։ Հայաստանում տանը չեք զգում։ Այո։ Ունեք բայց տուն։ Իսկ Սփյուռքահայ եք որ Սփյուռքից։ Սիրիա։ Իսկ շուտվանից եք Հայաստանում։ 15 տարի է։ 15 ու 15 տարվա մեջ դեռ չեք զգում որ տանն եք։ Հա, չի լավանում։ Այսինքն դուք ձեզ ինչա օտար եք զգում, հա, ձեզ ինչ-որ բաներ ստեղ օտար է թվում, հա։ Այո, եւ նաեւ ինձ օտարի դերվում եմ շատ անգամ։
Ձեզ օտարի տեղ են դնում հաճախ։ Հա, լավ։ Սեզման չի էլ էս 8500-ի մեջ։ 15 տարի Կարանք? շատ։ Ինձ է, նո հետաքրքիր գոնե Նա, լսել թե հետաքրքիր։ 15 տարին հետ ինչ ես արել, որ քեզ ոչ մեկ չի ընդունում։ Այո, եկեք ծափարենք, հրավիրենք բեմ Արեգին, մեր առաջի հյուրը։ Արյուկնենք։ Արեգ ջան, բարև։ Բարի երեկո Արեգ։ Բարի երեկո։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Շատ լավ։ Մի հատ խնդրեմ նորից կասես քո խնդիրը Արեգ։ Դու եկել ես Սիրիայից, այո։ Այո, ես Դու եկել ես Սիրիայից հյուր մեր երկիր, հա։ Այո, հյուր եմ եկել։ Չէ, ես սովորելու եմ եկել, ժամանակին սովորելու տեղափոխվեցի, երբ որ 18 տարեկան էի, եկա Հայաստան ճարտարապետության համալսարանը սովորեցի ու եւ մնացի դրանից հետո, որտեվ այստեղ աշխատում եմ, հարկեր եմ վճարում եւ այլն։ Բայց միաժամանակ հիմա արևելահայերեն եմ ձեր հետ խոսում, բայց ես հիմնական իմ լեզուն արևմտահայերեն է։ Արի արևմտահայերեն խոսում։ Okay, շատ լավ։ Հասկանաք եթե արևմտահայերեն խոսեմ։ Հա, հա, ինչ խես ծո։ Okay, շատ լավ։ Ինչ ես։ Ես հիմա ասի որ կսիրեմ գոր բոլորի պատճառ։ Դու գիտես սա նույնն է, ինչ կա։ Ջիմ Ռուսաստանի Դաշնությունն եթե գրնամ լավ խորհուրդներ ստանալ, բայց Հա, հա, կստանես։ Իսկ ինչն է, դու պլանավորում ես գալ ստե սովորել ու նորից վերադառնալ Սիրիա։ Լավ ասի Սիրիա։ այո, Ճիշտ ասած ձգտում ես քողպես ասի։ Սուրիա գսենք մենք ընդհանրապես։ Հա, լավ։ Բայց Սիրիա։ Դե այդքան եմ կա, առաջ Okay, ես խորհուրդ դվողը չեմ գներես։ Okay։ Հա, ես տեղափոխվեցա սորվերով, դե վարի տգար սորվելու եւ Իսկ որտեղ էր սորում։ ճարտարապետության Պոլիտեխնիկ։ Հա։ Հա։ Լավ, Չեմ ուզում ասեմ որ Okay, չէ իմացա։ հիմա երկու համասարան են բաժանվել են ազան չեմ ուզում։ Հա։ Պոլիտեխնիկ։ Հա, պոլիտեխնիկ։ Բա հետո ինչ եղավ որ քո պլանները խզվեցին։ Չեմ դեսակ մի ասան գիտակցության խնդիր է որ Իսկ սկզբում Փյունիկ ասիր։ չեմ գիտերս։ Հա, Վստահ ես կուզեմ որ արեմ ձեզ արեմ խոսեմ վստահ ես։ Արի լավ էնուս է, էլի։ Էնուս է։ Okay, շատ լավ։ Ուրեմն տեղափոխեցի եւ այստեղ երբ որ համասարան ես գնում բան ինտեգրվում ես եւ այլն մինչեւ որ օրինակ երբ որ պասպորտ վերցրեցի եւ իմ անունը չթողեցին որ ճիշտ գրեմ իմ պասպորտում որոնց որ ես եմ գրում օրինակ Գրեցին Ռուզան։ Չէ, Արեգ չգրեցին, այսինքն։ օրինակ Արեգ ինչի կյով պետք է գրես Արեգը այնտեղ արմտայինով Արեգ հա կարդացվում ենթադրենք ու այստեղ գայս ես պասպորտի ես դիմում եւ ասում են այստեղ կան K-ը կյա կարդացվում Արեգ են գրել պասպորտիս մեջ Վերջի տառը ինչ է։ G։ Կան գրե։ բայց Արեգը հա K են գրել Բայց մեր մոտ Արեգը օրինակ դա օրինակ Քեշիշյանը պասպորտիս մեջ իմ ազգանունը բայց օրինակ այստեղ K-ը նույն անգլերեն K-ը կյա բան լինում ու Քեշիշյանը գրած ասում Կեշիշյան պասպորտից Արեգ։ հա Սա абսուրդ է, ոնց որ անունից սկսած արդեն քեզ ինքնությունը չեն ընդունում էլի։ Այսինքն դու ուտուց ուժը գժված ես։ Հա, արդեն սկսել է էլի այդտեղից։ Հետո նույն ասենց հարցերով օրինակ ենթադրենք կազմակերպություն պիտի բացեր եղբայրս, անունը Աղվոր բաներ։ Աղվորը արևմտային նշանակում է զուտ հաճելի։ Իրան չթողեցին օրինակ Աղվորը ույով է գրվում, ենթադրենք Աղվորի ուն որտե է։ Հենց էտա ես հենց այս պատճառով տունը չեմ զգում հասկանալ որտեվ այնտեղ մենք ուրիշ ձև ենք գրում Աղվորու։ զուտ ֆի փոխարեն ույա գրվում Բայց ֆն Աղվոր է գրում բայց Աղվոր է կարդացվում Բայց ինչ է, դա աղվոր բաները ինչ է բաց աղվորը բարդել։ Աղվոր բան։ Աղվոր բաներ ունենք այստեղ, աղջիկներ ունենք, աղվոր աղջիկներ։ Բայց Հայաստան վերադառնալու համար, երբ որ Հայաստան ես գալիս, մարդիկ ասում են, այստեղ բոլորի հայերի տունն է եւ այլն, բայց երբ որ գալիս ես Հայաստան եւ դու ամբողջ կյանքդ ուրիշ ձև ես հայ մեծացել եւ ասում եմ հայ դասական ուղղություն ես դպրոցում սովորել, ենթադրենք եւ քո համար օրինակ այստեղ փոխվել է սովետական ժամանակա փոխվել դասական չի եղել եւ ընդհանրապես այնտեղ դասական էլ չի անում, այնտեղ զուտ ուղղություն է։ Եթե հայկական ուղղությունն է եւ գալիս ես Հայաստան նոր տեսնում ես ամբողջ աշխարհում հայերը դասականով են հիմա գրում, բացի Երևանում, Հայաստանում։ Ու դա ստացվում է որ դու գալիս ես բոլոր հայերի տունը եւ քեզ ասում են մոռացի ամեն ինչը որ քեզ դարձնում էր դու եւ դարձի ես։ Եվ դա շատ դժվար է։ Երբ որ ասում ես բոլոր հայերը թողան Հայաստան, պետք է նաև ընդունել մարդկանց այն հայերին, ոնց որ կան, ոչ թե ստիպես դառնան ուրիշ բան, որ իրանք չեն դեր։ Ընդունելու խնդիր է ինձ թվում է, եւ այդ դրա մասին եմ ասում, որ չեմ։ Պապան հաղորդումն նայեք, ով է։
Լսում եմ էլի։ Հայերը պետք է գան Վայտակ սենց ասանում։ Դժվար է իմ համար, բայց ես մի քիչ չեմ հասկանում։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ, կներեք, օրինակ բաներից բացի, այդ որ անունները տարերը փոխել են եւ այլն, ուրիշ ինչ հստակ խնդիր կա, որ դուք ձեզ օտար եք զգում ստեղ, էլի, որ ինչ որ մարդկանց վերաբերմունքը կամ ինչ որ տեղեր, ինչ կա, էլի, այդպես կոնկրետ խնդիր, էլի, որ մենք Հա, ձեր օտար եք զգում, ինչից է դա գալի, էլի։ ինչից, բացի այդ ԳԿՔ-ի բաները, էլի։ Բայց իրական բավական այդ այնց նեղում։ Ամենաշատ օրինակ ես ուզում եմ ընդունում ոնց կամ ոչ թե ինձ ասեն չէ դու ուրիշ դեպ գրի եւ շատ մարդիկ որ սպիրկից գալիս են այդպես են ուզում պարզապես ընդունելու խնդիր է էլի բան չի մնացածը ուրիշ բաներ օրինակ ռուսերեն բարեր շատ ենք լսում եւ այլն կամ խոսելուց ռուսերեն բարեր չենք օգտագործում թեկուզ թվում է որ շատ մաքուր հայերեն խոսում բայց մենք էլ արաբերեն ենք խառնում այսինքն բայց եթե ես հայերեն խոսեմ դու հայերեն խոսես բոլորս իրար կհասկանանք էլի հա ասենք ու դրա համար օրինակ սկզբից կատակներ կան շատ բան որ չես հասկանում պարզապես այդ ռուսական բանի մեջ չես մեր կողմերը օրինակ Օսմանյան կասության բանից են էլ ոչ թե ցարական Ռուսաստանից են եկել ուրիշ է այդ ահագին Ինչ ես ուզում դու արա դիզնից Կյանքս կեր արոժը вообще չեմ հասկանում դու ինչ ես ուզում Ես ինչ անեմ ախպեր Ես ամբողջ չգիտեմ դրա համար եմ եկել ասեցիք եկեք օգնեմ եկա Հա հեսա կօգնենք բայց սպասի տենց մի խեղդի ինձի Ախպեր մի վարքան հիմա իտոգում այդ բացի այդ բանից ԳԿՔ-ից Դու ոնց ես քեզ բան զգում, էլի օտար։ Մարդիկ ինչ վերաբերմունք են ցույց տալի քեզ, որ չեն ցույց տալի այդ վերաբերմունքը լոկալ ստեղի մարդու։ Okay, հստակ օրինակ։ Օրինակ, ես երաժշտություններ ունենք շատ, օրինակ Դիարբեկիրից եկած բան, ես լսում եմ էդի։ Օրինակ Քեսապա հայկական գյուղ է Սիրիայում, այնտեղ օրինակ երգեր ունենք, հա, եւ հայերեն են, հայկական են եւ բան, օրինակ այն օրը ավտոբուսով գործի տեղի բան են գնում, ամեն մեկը որոշեց երեխեք եկեք բոլորս ամեն մեկը օրինակ Իրան ներկայացնող ինչ որ երաժշտություն ունի։ Ես իմը որ դրեցի կամ ասեցի Սաղիչան ավտոբուս առաջին լավ կներ էդի լիներ, բայց առաջին արտահայտությունը բան էր, այս թուրքերեն է, էդ էր առաջին արտահայտությունը։ Իսկ դու երգում էիր այդ երգը։ Եվ թուրքերեն չէր։ Հա։ Արամ Ասատրյան դրեցին եւ ասի իրական թուրքերեն էս է, այսինքն թուրքական էս է, պարտադիր չի որ բայրը թուրքական լինեն, որ ինքը թուրքական։ Օրինակ։ Դու գժվել ես, արա, նկարում ենք։ Արամ Ասատրյանը մեր աստվածն է, ախպեր։ Ուզում ես քեզի ուտեն, հում, դու չես ուզում ապրես Հայաստանում, ախպեր։ Բայց նայ, Արեգ ջան, դու էլ պետք է հասկանաս, որ ստեղ մարդիկ ովքեր որ մեծացել են, вообще քո կուլտուրային ծանոթ չեն։ Երբ որ դու ասում ես արաբական, շատ մարդկանց համար դա թուրքական է նշանակում։ Вообще լիքը հայ կա, ում որ դասում ես արաբական կամ մուսուլմանական։ Դա թշնամի է մեր համար, որովհետև մենք առաջի քրիստոնյա ազգ ոչ մի մուսուլմանական բան չենք ընդունում։ Ոչ մի մուսուլմանական բան, բացի պարսիկներից։ Որովհետև պարսիկը մեր աղբերն է։ Հա, բայց նախ արաբական բան չասի, ամբողջ ինչ որ ասացի հայկական էր իրականում, էլի։ Ես հասկանում եմ, ես այն մարդկանց, ես քո կողմից եմ, Արեգ։ Ես քո թշնամին չեմ, ես քեզ սիրում եմ։ Բարի գալուստ քո երկիր։ Նայ, դու ունես քո երգերը, որոնք սիրում ես, էլի, քո անձնական ճաշակային։ Էդի բանն է, մարդիկ չեն գնահատելու էդի, էլի։ Իրանք բանդի ու այդ երգերը դի։ Սենց բան ուրիշ երգ դի։ Պիցանդիր։ Բիլի Այլիշ դի։ Որ քեզ նկարագրող օրինակ, որ ասեն սենց։ Չէ, բայց հետաքրքիր չի որ տենց երգեր են։ Չէ, կայֆ է, դու քո ճաշակը դիր, դու Ես եմ ով կամ, ես չեմ կարող ուրիշ մեկը լինի։ Չէ, դուք կայֆ է, դու ուրիշ բան ես դնում, մենա սաղ նույն բաներն են դնում, դու ուրիշ բան։ Բայց կարաս մի հատ երգես ինչ ես դրա։ Չեմ գետչացնեմ եթե երգեմ, ես ավելաբաղ։ Չկնաղ գետաշեն։ Չէ, դա գետաշենը նախ Արցախում է, բան է, էլի, կապ չունի իմ մշակույթի։ Ինչ գյուղ է իր ասում։ Չկնաղ քեսա։ Դիարբեկերից, օրինակ քեսաբից, օրինակ բանը կա, հալա նինոյան ծանոթա։ Ինչպես։ Հարա նինո։ Հա։ Օրինակ Կարմիր Ֆստան հեքուձի, նշանակում Կարմիր հագուստ է ակել, տենց բաներ։ Ֆստանը հագուստն է։ Հա։ Ախպեր դի երգեր ես լսում։ Հենց սրա մասին եմ խոսում։ Հələ միագի լսել ես, Եվ այդն էր ասում, որ իրանք քո մշակույթին ծանոթ չեն եւ իսկապես այդպես է։ Մենք ունենք մի հատ ոնց որ ուրիշ մշակույթ,
սահմաններից այն կողմ, որ էլի հայկական է, բայց Հայաստանում դա չի ընդունված որպես հայկական մի տեսակ։ Բայց ինչի պետք է ընդունվի։ Բայց Թուրքիայի կողմից ընդունվում է դա որպես հայկական։ Եթե արաբին արցնես, եթե հայկական է, եթե թուրքին արցնես, եթե հայկական է, ամենտեղ հայկական է բացի Հայաստանից։ Նայ, եթե դու Ռուսաստանում հարցնես հայկականը, ռուսները կասեն Ժորիկ Վարդանովեր ինչ էր, ասենց ինչ որ կարիկատուրնի խույնյա հայ մի հատ քեզի կասեն, հասկանում ես։ Որտեվ իրանք էդի են տեսեն դե։ Բայց դու ինչ ես բանանում էդի որ խոսքի մենք ըստեի ծնված մեծացած հայը ոնց իմանա որ քո կուլտուրայի մեջ կա այտենց ինչ ասես հայկական ենք շորի ախպեր մական հենց էսա որ քանի որ չկա է ես օտար եմ զգում բան չի այսինքն ինքը ասենք ես հասկանում եմ ինչի չգիտես ոչ մեկին չեմ մեղադրում ասում չեմ բան չի չարանալ չի որ վայ դու չգիտես ինչի չգիտես այտենց չի բայց ինձից սпасել որ այստեղ տունը զգամ շատ է It's a miss pass it on us gamel կամ տենց Ես սպասեմ որ դուք ոչ մեկ որ ասի բոլոր պետքա հայերը գան եթե ուզում ես հայերը գան մի տեսակ երկու կողմից ասենք մեկ կողմից էլ ասենք դրսի հայերի կողմից էլ ներսի հայերի կողմից էլ մի տեսակ բան է պահանջվում բաց միտք որ ընդունենք որ հայկականը մենակ այն չի ինչ որ ես գիտեմ կարող ուրիշ մի բան էլ կա հայկական որին ես ծանոթ չեմ բայց էդի մի բան արա դեպի բոլոր հայերին էդի ուղղակի մի քիչ բան է հիմա մարդ է ստակ օրինակ բերեց բայց բանը հիմնականում կարա պարզապես բանից սկսի որ տաքսի նստես խոսքի չէ բացառություններ լինեն որ եթե ես ուզենամ անունս ճիշտ գրեմ էլի բա մենք ինչ չեմ իմանանք ուզում իրականում մենք ինչ իմանանք ճիշտ ես գրում թե կայֆավա տեսելնում մեր վրա հայերենը արեգը ոնց է գրվում ժողովուրդ արեգը Okay ես տենց եմ ուզում գրեմ բայց չեն ուզում են կգրեմ Հա բայց ինձ թվում է որ ընդ մի քիչ զորեիր կգրեին արեգ էլ ինձ թվում է շուտ է ես իրականում զանգեցի բան կոֆե տարել էր Սպիրկի նախարարություն զանգեցի Այ կարար աշխատեր չէ Այդ կոֆե տաներ ֆ կգրեին արև ինչ ուզեիր կգրեին արեգ ջան կյանքս այդ էս արեգս կգրեին Հիմնականում նաև այդ գիտակցության խնդիրը կա որ հայերենը մեկ չի այսօրվա հայերեն կա արևմտահայերեն եւ կա արևելահայերեն երկուսն էլ ստանդարտիզացված են բայց Հայաստանում մեծ մասամբ գտնված որ ասում են օրինակ Հայաստանի պետական լեզուն հայերենն է դա արևելահայերենի մասին է խոսքը եւ բայց օքեյ է բայց այնքան ժամանակ որ դու լրիվ համարում ես որ արևմտահայերեն գոյություն ունի եւ արևմտահայերենը ոնց որ որպես բարբար է ընկալվում այլ ոչ թե որպես լեզու բայց իրականում լեզու է որովհետեւ նախ գրականություն կա շատ մեծ ով է քեզ տեղ ուղարկի արեք հələ մի հատ ճիշտ աս ոնց որ բան չէ ուղղորդված մարդ լինի ինչ որ բան ես ուզում փոխես երկրում հա բայց ոչ մեկ չի ուղարկել ինձ բացի ինձնից Արեգ ջան, բայց նայ, մենք որ օրինակ ծնվում ենք Հայաստանում, սովորում ենք մենակ արևելահայերեն, դե դպրոցում մի քանի բան անցնում ենք արևմտահայերեն, կարդում ենք, տես ու անցնում ենք առաջ, մենք չենք իմանում։ Օրինակ արևելահայերենը որ գիտենք, էդի բան չի, շատ ուժեղ դեմքեր չենք մենք։ Էդի որ 100% Ուզում ասեմ, նայ, դու որ բաներ ասեմ, որ կներեք շատ։ Սիրիայում մենք էլ մենակ արևմտահայերեն ենք սովորում, բայց մենք գիտենք արևելահայերենի գոյության մասին։ Ասենք ոնց որ գիտենք որ արևելահայերեն կա եւ արևմտահայերեն կա եւ մենք հիմա արևմտահայերենն ենք սովորում Հայաստանում արևելահայերեն սովորած հայերեն են սովորում արևելահայերեն չէ ասենք ոնց որ չի խոսվում որ կա այդ լեզուն միջատ Չէ, բայց դպրոցում բանում մեզ սովորացնում են որ կա արևմտահայերեն, դաժե ինչ որ գրականություն են կարդում արևմտահայերեն։ Ինչ քո մասին պատմել են։ Всё, խնդիրը լուծված է։ Չէ, սպասեք հələ։ Եթե սխալ եմ ասում, կներեք։ Չէ, դու շատ ճիշտ ու կարևոր հարցեր ես բարձրացնում։ Ուղղակի մենք այդ ամեն ինչի մեջ փորձում ենք նաև մի քիչ հումոր մտցնենք, որ իհարկե մի քիչ ուրախ լինի։ Դու չես թողում։ Հանգիստ խշացեք։ Թե չէ, հա, շատ կարևոր հարց ես բարձրացնում։ Ինձ թվում է որ քո պասելը ոնց է հայերեն։ Պասել։ Արևմտահայերեն ոնց է պասել։ Պասձել։ Քո ուղերձը մեկը կհասնի, հիմա խոսքի մենք հումորով վերաբերվենք, ինչ քո ուղերձը կհասնի ում որ պետք է։ Բայց արևմտահայերենը մեզ բան, օրինակ մեր կուրսում աղջիկ կար սիրիահայ, ինձ բանենք առաջի կուրս էինք, երկրորդ օրն էր թե առաջի օրն էր, նոր ենք ծանոթացել բանման, այդ աղջիկը ասեց, բան, ասես տխուր էր, բան, հարցինք ինչ եղա, ասես դրամ չունեմ։ Մենք մտածեցինք որ փող չունի տուն գնա, բան, ասում ենք բանը կտանք Նարե ջան, բան, ասում է, չէ, դրամ չէ, դրամադրություն։ Եթե խոսքի այո, որտեվ արևմտահայերենում տրամ չկա։ Դե բա հիմա Այդ բաները շատ կայֆ են, օրինակ կարտոշկին, օրինակ փաթաթես ենք ասում, որտեվ թուրքերենն է օգտագործվում եւ Դե թուրքերեն, հա, թուրքերեն։ Հələ մի րոպե, Արեք, նայ, ես քո թշնամին չեմ։ ասում ես, օրինակ պիցա եւ փաթաթես, մտածեց ուզում եմ փաթաթի պիցան նոր տա ինձ ոչ թե։ Հատատես տվես, չէ, այսպես էս պիցան կերը։
Ես շատ հաճելի է ինձ, որ մեկը ձերը առնում եւ գիտակից անում է։ Ասենք ոնց որ կոմեդիա է անում արմտայի մասին եւ շատ հաճելի է, երբ որ իսկապես ուսումնասիրել ես արմտային եւ վրան կատակներ ես անում։ Բայց շատ անգամ կատակները, որ մարդիկ խոսում են արմտայի մասին, բան է, ասենց էժան բաներ են, որ ոչ մի արմտայի տենց չի խոսում։ բանրով թե հա, ասենք գովի գաթով գոֆե գուզես, օրինակ ոչ մի արմտայի գոֆե բառ չի օգտագործում, ռուսերեն է դա։ Բաունս ասելու մի անգամից ասել է, չէ՞։ Կամ գապոչինո, ոչ մի արմտայի գապոչինո չի ասում։ Օտար բառ է էլ ինքը։ Ոչ մի հայ չի ասում վզ գեթանք, բան, կոնկրետ վիդեոից է։ Yeah. Էդի ճիշտ է։ Տեսել եք, որ Արմենը սիրիայերեն խոսում ա եք։ Չէ։ Ճիշտ է ասա, նոր կապուչինո ինքն է ասում, կոֆե ինքն է ասում։ Նորը մեկին ուզում էր համոզել, որ իտալացիք հենց կապոչինո են ասում, ոչ թե կապոչինո։ Այդ GGK-ի դու բանը սաղի հետ հակշնում ես, հա։ Էդի ասեմ, որ մենակ GGK-ն չի ծծնել ապել չասել։ ԱԲ գնելա։ Այդ օրինակը էլ մի բերք։ Պանելա, հա, Էդի Սիրիա իտալացի։ Առնվազն 5 հատ տենց ճշնամիկա։ Եկեք իմաստունին դիմենք, Գևորգ։ Հաջան։ Ինչ կարծիք ունես այս խնդրի շուրջ։ Այս աղվոր խնդրի շուրջ ինչ կասեք։ Եթե լուրջ այդ խնդիրը ես էլ եմ ունեցել, երբ վերադարձել եմ 16 թվականին։ Դուք եք Սիրիայից։ Հա, ես չէ։ Դուք եք այդ երգերը լսում։ Չէ։ Իսկ դուք ո՞ր։ Երկերը չէ, համակերպելը ժողովրդի հետ, որովհետև այն ինչ որ Արեգն է ասում, ինձ էլ է ծանոթ նա սամ ձելի։ Ոսկի Ձեզ էլ ասե։ Չէ, ինչ չի ասել։ Ես էլ եմ դուրս ապրել շատ երկար վաղ, ես էլ եմ վերադարձել, նույն խնդիր ունեցել եմ, բայց ես հասկացել եմ մի բան, որ սա իմ երկիրն է, ստե իմ երեխեքն են, ծնողներս, եղբայր քույրեր ու ես չեմ դարձնի ուշադրություն մի երկու անմակարդակի վրա ու դրա պատճառով չսիրեմ իմ երկիրը կամ չգիտեմ, ուզենամ դուրս գալ։ Ծափարություններ։ Այո։ Դուք էլ հիշեք, որ կներեք շարունակեմ, այստեղ են։ Եթե կկարենա ինքը փոխի դաստիարակի ինչ որ մեկին, ինքը լավ բան կանի իր հայազգի համար, Հայաստանի համար։ Եթե չի կարա, թող ապրի այդ մի հատ մակարդակին անտեսի, անցնի մյուս անմակարդակին, ինչ ասեմ։ Ծափարություններ։ Մերսի։ Էլ չխոսաս էլի Գև։ Մերսի շատ կարծիքի համար։ Այո, պետքա քիչ-քիչ սկսես հարմարվել, հասկանաս, որ ստեի մարդիկ էլ լրիվ ուրիշ մենտալիտետով են, քո մենտալիտետից չի։ Մի քիչ կա ինչ-որ ընդհանուր մենտալիտետ, բայց դե պետք է հասկանալ, որ ամեն մեկը իր շրջապատը ունի ու պետք չի իրան համոզել, որ էսի է լավը կամ էնի է վատ։ Մարդն որ մի քիչ տուպո է կարաս, եթե նամանման դու սիրում ես մի քիչ զրուցել, նստի, բացատրի, հա։ Իսկ խնդիրը նաև ես լրիվ համաձայն Գևորգի հետ, որ ասում էր եկո ամակարդակի դա բան չի, բայց համատարած ոչ թե ամակարդակությունը, այլ անգիտակցությունը, որովհետև զուտ կտրվել ենք։ Շնորհակալություն Արեգին, եկեք մի հատ ծափարենք, մերսի շատ Արեգ ջան, խնդրեմ։ Արյուկնենք։ Արմենի հերթն է ընտրելու խնդիրը։ Իմ հերթն է։ Հաջորդ Սիրիա հայը թող ձեր բացասնի։ Ցանկացած մարդ բացի Արեգից։ Այո։ Հա։ Մի վարքան, միկրոֆոնը բան է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ եղբայրը այս վերջում նշանվել է ու իր նշանածը իմ սեփական մայրիկին ասում է մամա ու այդ ազդում է ահա որ իմ վրա։ Հետաքրքիր է։ Իսկ դուք ուզեք բրան вообще չասի, թե ամուսնանան նոր Ասենք ասի։ դա իմ մաման է, խի իմ մամային ինքը ասում մամա։ Բայց դուք ասում եք։ Մամային։ Հա, մամա ասում Իմ եք։ սեփական այո, ինձ ծնած մեծացրած մամային ես իրավունք ունեմ ասելու մամա։ Ինքը Այդ ինչ չի։ որ խալխ։ Ստացի ես այդ խալխը։ Էսի նկարվելու է, էլի, եթե ուզում ասել, լյուբոյ խալխ կարատենա։ Եկեք բեմ։ Եկեք ծափարենք բարձր։ Սարեգը գցե գնացել է միկրոֆոն։ Արեգը սենց ջղայնացավ, հոս գցեց միկրոֆոնը ու Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հատ էլ կասեք ձեր խնդիրը։ Ու անունը։ Իմ անունը Մոնիկա է, իմ Բարև եղբայրը Մոնիկա։ Բարև Դարը ձեզ։ Մոնիկա, չանենք չէ հումոր։ Չէ, Հաշվեք արինք այդ պատտելու հետ կապված կատակը։ Всё, հիմա ասեք։ Ես չարեցի խեք տենց ամ գա, տենց կանեի որ անեի։ Okay. Իմ եղբայրը վերջում նշանվել է ու նշանածը, կստացի նշանված են հերը։
Այսինքն ամուսնացած չեմ, որ ասեի լավ դե հələ կտեղավորվեի։ Իմ մամային սեփական, ասում է մամա, ու այդ տենց դուր չի գալի ինձ։ Չեմ ուզում ասի մամա։ Բայց քո եղբայրը դուրը չի գալի, որ ասում է մամա։ Դա քո աղբոր որոշումը չի։ Չէ։ Իմ աղբերը տենց օքեյ, նենց չի, չգիտեմ, հնարավոր է դուրը եկել է, բայց հասած որ չասել մաման, էս չի որ ինքը ինչ որ պրետենզիա էր ունենալու։ Իսկ դեր մամային դուր գալիս է։ Շատ։ Դե դա։ Ամեն անգամ չէ տենց։ Իսկ ինքը ոնց աղջիկս ասում է ձեր եղբոր նշանացի։ Հա։ Էդ էլ ձեզ երևի դուր չի գալի։ Տենց այդ օքեյ է, հələ ինչ որտեղ, բայց որ տիպը Իսկ ձեզ ասում է աղջիկս։ Չէ։ Ձեզ չի ասում քուրս։ Այսինքն ուզում ասեմ դուք ուղղակի խանդում եք, թե ուղղակի ձեզ այդ երևույթը դուր չի գալի, Երևույթը, չէ, նենց չի տենց խանդում եմ, պրոստը ականջից հաճելի չի էլի, այսինքն ես քուր չեմ ունեցա, այսինքն եղբայր ու ես եմ ու տենց ու միշտ այդ չգիտեմ, ինձ դուր չի գալի, երբ որ մամ, եկել սով էր ասած իմ մամային մամ։ Այդ տենց։ Մամ։ Մամ, շծանոտ բան ասում։ Հա, մամ։ Իսկ դուք իրան ասել եք, հա, որ չասի։ Հա, ասել եմ, չէ։ Բանկ ինչ ասում։ Ինքը ասում է ասելու եմ։ Մամ։ Լավ, բայց քեզ ինչի դուր չի գալի, մի հատ Տեսամ խորթ է, օրինակ, չգիտեմ, այդ պատմություն է պատմում, ասա մամայի հետ գնացի խանութ, բան ես ավտոմատ ջոգում իր մամայի մասին է խոսքը, տենց հետո լսում եմ բան, սենց ասում իմ մամայի հետ էի, որ ասիր մամ։ Դա գոնե ասի մամ 2, տենց մամ բիլայն, գոնե տենց ասի որ դուք է տարբեր եք։ Գոնե մի ձև տարբեր եմ։ Մամ բիլայնը լավ վերսիա։ Բայց դա հիմա լիքը մարդ կասի, դա մեր ավանդույթներն է։ Դե լավ, դա ինչ ավանդույթ է, չգիտեմ, ինձ թվում է անիմաստ բան է։ Բայց դու ինչ դուխով ես լույս եմ ասում։ Նու որ տենց սենց կարող ես ասես, դա անիմաստ ավանդույթ է։ Դե մաման մի հատ չի, ինձ թվում է, ասենք, օքեյ չի։ Ստե տենց է, արևելահայերենով մի հատ։ Սիրիա չգիտեմ։ Բայց օրինակ լիքը տենց բանը մամաներ կան, որ իրանք ասում են պետք է հարսը ասի մամա, բա ինչ պետք է անի։ Չես տեսել վիդեոներ ասում, ասա մամ ջան, իմ մաման, իմ մաման էլ ասում, որ ես պիտի պարտադիր հետագայում ասեմ մամ։ Բայց դու ոնց հասկանում չես ասելու մամ։ Բա եթե շատ սիրես այդ կնոջը, դու հիմա ունես Շատ սիրել եմ մամայի հետ, ինչ կապ ունի, շատ կսիրեմ էլի ամեն դեպքում։ Չէ, նա ինչ կապ ունի, եթե այդ կնոջ համար այդքան պրիատնի է, որ դու ասես մամա, դու իրան սիրում հարգում ես։ Հիմա ինչ է, քեզ դժվար է ասես մամա։ Հա, դժվար է։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ որ ում էլ այդքան շատ սիրեմ, ինչ որ մեկին ասեմ մամ։ Այդ սերը ուրիշ ձև կարտահայտեմ, հաստատ ինքը չի նեղվի իմ մամ չասելուց։ Մոնիկա, ձեզ օքեյ է, որ ինչ որ բան ձեզ պատմելուց մամ չասի, որ դուք չխառնեք, բայց երբ որ իրանք երկուսով են իրար հետ, մամ։ Դե ես որ չեմ լսում, տիպը չեմ իմանա, չէ՞ որ ասել է մամ, տենց կարա, բայց ասենք, չգիտեմ, գալիս է մեր տուն, ինչ որ մամ ջան եմ բանը կտաս, ասենց, չգիտեմ, խորթա շատ, դուր չի գալի вообще։ Ստեղ է այդ աղջիկը ժողովուրդ, եթե ինչ ստեղ Բայց նստած ինչա է։ դու ինա դու ես անում, հա, այս աղջկա ներվերն ես ազդում։ Մի ասա էլի, տենց ես տուննա մի ասա։ Դու մամայի հետ նստած է հիմա։ Երկու ընկերուները։ Մամ ջան, ուղղակի գիտես ոնց է, բան սաղին է մամ ասում։ Մամ ջան, տերը այս ընկեր ունեք։ Չէ, մամ ջան, տոպրակ պետք չի։ Իսկ դուք ինչ եք ասում մամ։ Դες հեշտ է, հա, ասել եմ մամ։ Դժվար չի, ուրիշի մաման է։ Չէ։ Ձեզ դուր է գալի որ դուք խլում եք ուրիշի մամային, հա։ Խլում եք ձեր մամա եք սարքում, հա։ Իսկ եթե սենց մի քիչ բանոտ ասեք, մամ ջան, մի հատ սենց հոտ ասեք, ինքը չլսի, էլի։ Մամ ջան, ով ինք մաման կնան, հա։ Հա, բայց տենց պահ կա, Մոնիկա ջան, ասում եք Հա, մաման շատ էր ուրախացել, նվեր արել դաժե, ինչ որ տենց ադաթ է կա, որ եթե մամայի ասում Ինձ էլ նվեր անեն, ես էլ ում ասես մամ կասեմ, եթե ասելուց նվեր կա։ Դե մամային բայց դուր է գալի ինձ թվում է ինքը։ Բայց դու պատկերացնում ես հիմա վաղվանից սկսի չասել, մաման չի ասի, ես ինչ եղավ։ Այդ ինչ շոու գնացիք չեմ հասկանում։ Երեխեքը գնացին շոու եկան, ինքեր մամա չէր ասում։ Էլ մամա չէր ասում, այդ բառը մոռացել էր ոնց որ։ Իսկ մաման ոնց է, ասենք նայ, որ հարսը ասում եմ, ինքը ամենասկզբից է շատ սովորական, հա, բալես։ Թե այդպես բան չկա, որ տիպը սովոր։ Չէ, ինքը ուրախացավ, հենց այդ եմ ասում, այդ առաջի անգամը որ ասեց մամ, ուրախացավ, տենց նվեր պատրաստեց, տվեց իրան տենց ոգևորված, բայց հասկացա։ Բայց երկրորդը տենց փողա տվե ոնց որ փողը չէ տվե։ Ինչքան։ Ինչ արժի մամա ասել։ Շատ։
Որը կլինի ես եկամ ասեմ այսօր։ Ինձի վաղը վարկի սորն է, էլի, եթե հնարավոր է։ Քանի 0 կա մամա բառը։ Ես թվում է լավ, հենց այս տարբերակ դուք ասեք մամ, դուք ասեք մա։ Մա։ Ուղղակի։ Իսկ ձեր մամայի Ավելի ված անունը չի իմ վիճակը, ինչ որ ավելի ված չեք սարքում։ Կարին է։ Կարինե։ Իսկ ահա դուք ասեք Կարինե մամա։ Դու ես ասում Կարինե մամա, սա Ես խառնել եք իրար։ Դուք մամա չես ասում փաստորեն։ Հա, ես շուշուտ Կարին եմ ասում իրան, մամ չեմ ասում։ Կարինը մամա իմաստը ասելու ինչու՞մն է, եթե ասես մամա չի ջոգի։ Մամա, Կարինե մամա, հա բալես։ Հա, ես ասի պապայի հետ ես։ Չէ, բայց դաժե դուք մամա չեք ասում փաստորեն, Մոնիկա։ Դե շատ հաճախակի չեմ ասում, բայց ասում Դե եմ։ դա ձեր մաման կարոտել է մամա բառին, բնականաբար միլիոններ է տալի ով որ իր մամա ասի։ Ցանկացած գումարի պատրաստ է վճարել որ մամա Բայց ասի։ դե բանն էլ արդար չէ, այդ 100 տարի իր աղջիկն է ասում է փող չի տալի, դե մեկը եկել ասում մամա մի Իրոք, անգամից դա չի вообще չէի մտածել, Էդի մա է вообще խնդիրը։ խորացա։ Էդ պետք է ասեիք։ Թաջան։ Հա, ճիշտ է։ Իսկ ձեր մաման իր կիսուրին ասել է մամա կամ ասում է։ Հա, Տատիկին։ ասել է։ Դե դա ավանդույթ է հայկական։ Հա, բայց Բայց դուք պատրաստում եք չասեք, ես տենց եմ հասկանում։ Բայց եթե ձեր կողակիցը համոզի, չի համոզի, դա ինչ չգիտեմ։ կա արդեն այդ մարդը։ Չէ։ Հա, բայց ինչ գիտեք, կողա համոզում։ Չի համոզի էդի, ոնց տենց ասեց։ Հանուն սիրո դուք պատրաստ չեք տղայի մայրիկին ասել մամ։ Իրականում նայեք, եթե անկեղծ չի նրոնք, օրինակ Իրանը անկեղծ է, ինքը անկեղծ մամա է ասում, Իրանը դուր է գալի։ Ես որ նենց մամա եմ ասելու, անկեղծ ավելի նեղվի, ավելի լավ է ես։ Մամ։ Մամա սիրում եմ ձեզ։ Մամաս։ Բալես մի ասա փող կտամ, մի ասա։ Այս 1000-ը պայի մի ասա։ Իսկ ուրիշ տանը անդամներին խոսքի քո մորքուրին ասում է մորքուր, քո քերրին ասում է քերրի։ Չէ, Մենակ մամայի վրա է դիմում, հա։ մնացածը փող չեն տալի, Հələ հա։ նշանած է։ Իսկ քո եղբոր ասում է ախպերս։ Հա, լուրջ։ Ախպերս սիրում եմ քեզ, արի ամուսնան։ Նայեք, խնդիրը ստե ձեր այսինքն ավելի շատ ձեր մեջ է։ Այսինքն ձեր մաման ընտրեց ձեր հարսիկին։ Ժամանակն է լքել տունը։ Այո։ Այսինքն իր մամայի մեջ ինքը ավելի բան։ Վրոյցի եկել էի, որ խնդիրս լուծեիք։ Դուք Հենց անում եք արդեն։ Լուծվում է։ Լուծում ով ասել որ ցավոտ չի լուծում։ Որ ատամդ գնում է, սա ատամնա բուժի մոտ ցավոտ ալում, հետո դզվում է, չէ՞, հիմա այդ ցավոտ մասն է, հեսա դզվում է։ Так, Մոնիկա։ Ուղակի սպի է մնում։ Խորս։ Բայց համել հարցը ստեղն է, որ եթե ես նույնիսկ տնից գնամ, իրանք առանձին, ախպերս առանձին է ապրում, մեր տանը չեն, ուղղակի յուր են գալի, այդ ամեն դեպքում չեմ կարա Այմաս չկա տնից այդ հալը, այսինքն։ Հա։ Չէ, ամենը ինչ պատճառը տնից գնալ ուզում եմ ջոգին։ Դուք որ ասացիք պիտի Ես եմ առաջարկել որ Եթե վատություն ես անում, Հա, տնից գնալ, հա, օքեյ։ տնից գնա աղբորանցը տուն։ Իրանց տուն գնամ իշխանգարը իրանց։ Նա Իսկ եթե դու ես իր մամային ասես, մամ, հա? Հա, ոնց որ պատասխանը նույն ձև էլի ոնց որ տաս, հա? Թող ինքնս գա իր մաշկի վրա, թե դա ինչ է։ Իսկ ընդհանուր առմամբ ինձ թվում է շատ օքեյ է որ չասի, բայց եթե ասում է, ուզում է, դուք ինչ էլի։ Նու ուզում եմ ասեմ, կամ է իմաստունին դիմենք։ Գևորգ ինչ կարծիք ունեք։ Կարծիք ունեմ, որ հարցը մեծ խնդիրների մեջ, հա։ հարցը Ապա Ես էլ եմ անցել այդ խնդրի մեջով։ միշտ ասված են։ երկրորդն էլ այդ իրանց ցանկություններն է, ինձ թվում է պետք է չանհանգստացնի էլի մեր Մոնիկային։ Այո։ Այդ խնդիրը։ Մամայի, եթե մամային լավ է, ինչ կապ ունի մնացածը արդեն։ Ինքան լավ որ փողը տալի։ Այո, ճիշտ բան է ասում։ Կամ հարցը թող փողի կեսը տա Մոնիկային, ինձ թվում է այդ է կողմ։ Այդ դրան ոնց եք Օպա, նայում, այսի որ Վատ չի, հա? Չէ, ինչու՞ չէ։ Դե որ տենց ուզենայի, ես էլ մամա կասեի հետագայում ինձ էլ փող կտային, չէ՞, նվեր։ Ես չեմ ուզում նվերի համար մամա, չէ։ Սա բիտկոին է վրան, նա դա ինչ է։ Բայց դուք եմ մի քիչ կարակ էլի քիչ ասեք, տենում եք Մոնիկան, չէ։ Լուծում ենք։ Դուք էլ ինադուց բան եք, չէ՞, վերքին մի քիչ բան եք անում, էլի սխում եք։ Որ կարակ չասեք, խոսքի այն բաժակը կտաս, ասում եք մամ այն բաժակը կտաս։ Մամային բաժակը մամա կտաս, այն բաժակը մամա։
Մամ, բարև, մամ։ Իստուան լուծումը կա, դուք մի քիչ եք ասում, ոնց որ համաձայնվեցիք։ Ոնց որ համաձայնվեցիք, կամերը կողքի եկավ որ սենց։ Ոնց որ ինչպես համաձայնվեց, մի քիչ եք ասում։ Մոնիկա, դուք էլ մի քիչ թեթև եք նա։ Այո։ Okay, merci։ Արյուկնենք։ Իմ հերթն է խնդիր ընտրելու, խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքերը։ Այո։ Ես մի ամսից նոր պետքա 18 տարեկան դառնամ ու այս համասարանը սովորում։ Բայց թե ինչ ես անում ախպեր։ Ախպեր Շոն 10 պլյուս է։ Խափել ես, ասել ես 18, հա։ Համասարան երկրորդ կուրս եմ սովորում ու իմ կուրսեցիք սենց ուժը մտածում են ընտանիք կազմեմ, գործ անենք, ես մտածում եմ ոնց դասի շուշանա։ Բա ոնց ես երկրորդ կուրս։ Դե առաջին դասան չեմ նստել, թռել եմ մի տարի։ Առաջինն ես թռը, տարերը չես անցե։ Բայց բանը տնեցիք տարան դբրոց չնստար դասի թռար մի տարի։ Հետո ոնց ա եղել բա, երկրորդից նստար ջոգար սախ։ Դե մեր սա դասանը դենց գիտա փորձով դասաններ փոխեցին։ Բայց ձեր դասանը չկար հələ որ առաջինը պետք է եթայք որելներ։ Առաջին դասանից թռել ես ես առաջին անգամ լսում եմ, գիտեմ որ երրորդն են թռել, չորրորդն։ Առաջինը չեն թռնում, չէ՞։ Մենք տարերը թռանք, Մենք տարերը թռանք, թվերի կեսը գիտեմ։ Թվերի կեսը գիտենք 30-ը։ 30-ից մինչև 50։ Բայց լուրջ, դա թռնել չի, չէ՞ եղել, պրոստը չես գնացել առաջի դասարան։ Պրոստը մոռացել էին ձերոնք, որ պետք է հետաս դպրոց։ Սեն լավ է, թող մնա մյուս տարի։ Հա, տենց է եղել։ Իսկ անունը ինչ, հա։ Ռուբեն, հիմա նայ, քո կուրսեցիները, որ ընտանիք են ստեղծում, քեզ էդի ոնց է խանգարում։ Դե շփման մեջ խանգարում է, խոսում եք իրար մեջ, իրանք խոսում են ընտանիք կազմելուց, ես դասերից օրինակ։ Բա իրանք չեն մտածում, որ իրանք էլ պետք է դասերից խոսեն։ Ասա երկրորդ կուրսն ախպեր։ Դա իրանք խնդիր ունեն, դու չունես խնդիր։ Ինքը բուֆետում նստած արա երեխու պամպերսը։ Ասա զանգը տվեց։ Չամիջով բուլկի առնեմ, թե երեխուն պամպերսը։ Նստեմ կենսապ, թե դա մնգոյից երեխուն վերցի։ Բայց մի քիչ ավելի նենց խնդիրա պետք որ կանոնանք, է։ Այսի օքեյ ախպերս դու սովորելու մասին մտածի, իրանք պետք է չմտածեն ամուսնանու մասին, լը շուտ է։ Լավ դե ուժը։ Նենց հումորները մի արա, բայց դու Իսկ որտեղ ես սովորում։ ԵՊՀ։ Բայց որ հարմար ցնես ես մոտակայինը առաջին դասանը նստի մի հատ։ շաբաթ կիրակի բռնցի ազատ։ Մենակ էտի, Առերը մի հատ։ Իսկ քեզ չի լում, որ sense դասի ես նստած, ինչ որ բան չես ջոգում, ասում ես արա էսի երևի առաջի դասը անում։ Էս ինչա 4։ Էսի ես չեմ ջոգի երևի։ Էս ինչա B։ Այս բան sense է լագում, օր։ Էս ինչա ԵՊՀ, էս ինչ տարերը։ Էս ինչ տարերը։ Իսկ ընդ համասարը թողելուց ասիք, որ առաջի դասան չեք նստել։ Դուզեց որ պետք չի համասարանում։ Դուք ուզում եք խնդիր ասել։ Այո։ Չէ, բայց իրական ֆիլիսոփայություն եմ սովորում։ Ֆիլիսոփայություն եք սովորում։ Թաքցնեմ, բայց ինչ ես աշխատելով, ես չեմ անում այդ թաքցնելը։ Դա ինչ ես աշխատել։ Ինչ ես աշխատել, ես եւ ինչ հարցին։ Մի փիլիսոփա եք էլի այդ բանին, մի բան։ Ասեք աշխատանք դա մարդկային աշխատանքը շղթաներ են, որոնք շղթաներ են, որոնք կապված են իրար, բայց միևնույն ժամանակ տարանջատված, ինչ որ չէ։ Հա, լավ ասուր։ Եվս մեկ խնդիր լուծված, եվս մեկ։ Ինչ է, բայց իրոքից դուք ֆիլիսոփայություն եք սովորում եւ ինչ մասնագետ կդառնաք։ Չեմ որոշել, որովհետև չկա այդպես որպես այդպես մասնագիտություն, որ կարելի ես աշխատել։ Բախի մասնագիտություն, բախի տենստեղ չորոշակ սովորեք, որ Իսկ օրինակ ձեր դասախոսները, որ ձեզ ինչ որ բան են սովորացնում, չեն ասում ինչ եք դառնալու։ Ինչ կարակ դառնաք այդ գիտելիքով։ Լսինես լավա որ դու ստես սովորում։ որտեվ դուք որ չգայիք ինձից դե գործ չեր ելնելու։ Աշլար չես տանա, մերսի որ գալիս ես։ Որ կուրս եք արդեն։ Հիմա մի քիչ ֆիլիսոփա եք, հա արդեն։ Տոպ 3 ձեր սիրած ֆիլիսոփաները։ Նիցշե, Պլատոն եւ Նիկոլ Փաշինյան։ Նիցշե, Պլատոն Արես քաղաքական հումորներն ինչ լավ անում զգամ, չէ՞։ Պահկն։ Ող, մերսի շատ։ Մենակ հումորն է լավ անում։ Հələ նայեք ինչ տաղայա, հələ նայեք։
Դզած։ Բոյա տեղը, հələ։ Լավ, մերսի շատ, այդ փիլոսոփայականից ես вообще գլուխ չունեմ։ Էլ ինչ խնդիրներ կան, մի քիչ ավելի жизненный է, էլի։ Ինչ խնդիր հələ ասեք։ Ես դարձել դի գլոբալա, ֆոբիա ունեմ արդեն դեյթի գնալուց։ Ֆոբիա ունեմ դեյթի գնալուց։ Որտեղ մի քանի անգամ որ գնացել եմ, ոնց որ հանդիպման վերջում հաշիվը 50-50-ի sense միջակայքում։ Հա։ Էդ ի՞նչ դեյթ է։ Это дует того мамային вообще կարաս մամա չասես, կարաս Սարա։ Ման դու ասես ման ինքը։ Մամա, ասած 50-50 ասեք։ Մա։ Իզեր անունը ոնց է։ Ասեք, եկեք ասեք ինձ ապարեք, Այո, ասեք ասեք եկեք հրավիրենք։ Արյուկնենք։ Սենց սկսեմ, ճիշտ ասած մի քանի անգամ ա եղել ու ամենա հա դեյթը ու ամենախնդարուն այնա որ այդ նույն երեք տղն են նույն անունն են ունեցել։ Հիմա ես այդ անունից Տիգրան։ Ինչ անուն ա եղել։ Կարամ չասեմ։ Կարա։ Մեկը, գոնե մեկը։ Առաջինը։ Լավ, մի ասեք, օքեյ, մի ասեք։ Հա, այդ սմա չարժի։ Հա, չէ։ Բայց գոնե առաջ տարը ասել, ես մեջս մտածում։ Մի հատ հորին եմ։ Առաջին տարը մի քիչ ամոթ է որ ասեմ։ Դա ի՞նչ տար է։ Ամոթ տար կա, հա։ Սա տարն է։ Ամոթ։ Գոնե ծլներ ասեք, հա, սա ամոթ է։ Մի քիչ Գիտես, մի քիչ բան է, ոռի է նման։ Այդ դրա համար։ Չէ, որտեղ ասում են սն դիրթևի տակ գնա, այդտենց։ Ծոն չեն ասում դիրթևի։ Okay, դուք 3 անգամ Սուրենի հետ հանդիպեցիք ու Դուք սոսի հետ նստած հաց եք, հետո։ Այնպես է ստացվել, որ ոնց որ ինձ նայելով մտածել եմ, որ կարելի է մտածել, ասենք, հաշիվը կամ չգիտեմ, նենց նամյակ անել, որ փողի խնդիր կա իբր, բայց որ նայում եմ ընդհանրապես փողի խնդիր չեն ունեցել։ Բայց ինչ նամյակ ցած։ Գինին, սենց օրինակ, գինին թանկ էր, վերջին, չգիտեմ, 50,000 դրամից գինի էր մնացել, բայց ոչինչ վերցրել եմ, սենց։ Օրինակ, ոնց որ նամյակ անեն, որ Այս զավիկի ղարսն էս հանգա։ վերջին էր մնացել 700, բայց վերցրել եմ։ Վերցրել եմ կկիսենք։ Հա, օքեյ, դες նամյակ անում, որ ինչ որ թանկա բան, ու այդտեղից դուք հասկանում եք, որ նամյակ անում, որ կիսեք հաշիվը, հա։ Բարավ, հետո եկավ այդ հաշիվը տալու բա ինքը ասում է, դավայ կիսի։ Դե չի ասում, բայց ոնց որ երկարում է այդ process-ը, ես ասում եմ կուզես քարտիդ փոխանցում անել։ Ասենք հաշիվը 50,000 է, ինքը 25-ը դնում, ասում եմ, Սպասում եմ։ մնաց 25 էլ դնեմ, Ուղիղ կեսը։ ու գնանք։ Բայց դու ասում ես գցեմ քարտի, այսինքն կա, նենց է իր մոտ պրոստը։ Հա, իր մոտ հաստատ կա, ես վստահ եմ, որովհետև նես չի էլի պատական մարդու հետ եմ դեյթի գնում։ Քան ինքը փողունի, ինչ ունի, ինչ ունի։ Ես հենց դրա համար իր համար դեյթի եմ գնացել այդ։ Ինչից եք նկատել, որ հաստատ ունի։ Դե շփվել եմ, նես չի որ առաջին Ազատ մարդու անգամ։ մայկով էր ինչ էր։ Դե Ազատ մարդու մայկովը չունի։ Դե բրենդից բացի Կանոնից ջուր էր առը, ինչ։ Գիտեմ, չէ, ստատուսը գիտեմ, կարգավիճակը գիտեմ, որ աշխատում է կամ չգիտեմ, ինչ որ Վատնաշեն, հենց Facebook-ի ստատուսը։ Ստատուսը գիտեմ, լրբերը սրբեր են դարել, սերը սրբել են տարել, բայց Այդտեղից երևում է, որ ինքը փող ունի։ Հա, ինչ որ դե հասկանում ես, չէ՞, որ մարդը հաստատ ի վիճակի է, չէ, հիմա օրինակ տես չի։ Բայց բանը հայտարարքից շատ դժվար է հասկանալ ինքը փող ունի թե չունի, որովհետև ավելի շատ ցուցադրական է, քան թե Դե բայց ինձ թվում է աղջկա այդ հանդիպման ժամանակ չարժի է դի բացայց ցույց տալ, ինձ թվում է պետքա կոծկել։ Դա գալի է խոսքի 50,000-նոց գինի չվերցնել, вообще ինձ թվում է տա։ Ես вообще կյանքում 50,000-նոց գինի չեմ վերցնել։ Հա, ես էլ ընդհանրապես Ես զարմացա, մտածում որ եմ, ես որ վերցնեմ, սաղին կպատմեմ, որ 50,000-նոց գինի եմ վերցրել։ Ես որ վերցեմ, կասեմ կեսը տուր է տա։ Հա, 100%։ Սենց ավելի չի 5-10,000-նոց վեկալես լավ հարփես էլի, դա ավելի կայ։ Կարար ոչ ոք, կարար նենց բան վերցնել, օրինակ կոֆե վերցնել, սուրճ վերցնել, չգիտեմ, նույն բան ասացի, թեյ վերցնել, բայց Կոֆե վերցնել, սուրճ վերցնել, թեյ, չայ։ Նենց բան որ իր համար հարմար լինի, նենց չի որ ես այդ բան ասելու չգիտես, գինի։ Կամ նենց Ու բան այդ երեքն է առաջի դեյթ էր, հա։
Առաջին անգամներ, 3 անգամ, առաջին անգամ, հա։ Ուզում ասի Չէ, տարբեր մարդիկ են եղել, Բայց տարբեր ժամանակներում առաջին անգամ official date։ 3-ի հետ էլ առաջին անգամն է եղել ու երեք իրանք ասել են անգամ- վճարի։ Չէ, որ ասեն վճարի, այլ այդ ոնց որ ցույց են տվել, որ խնդիր է Սենց իրանց են համար արել։ վճար։ Չէ, ես հասկացել եմ, որ խնդիր կա։ Մեկը դա նույնիսկ սենց ասեմ, ամենախնդալն է, որ տուն եմ գնացել քարտ եմ փոխանցել, երեխեքը գիտեն էդի։ Այդ օրը вообще ужас խնդալու Ոնց քարտս փոխանցել։ Դե ոնց որ իր ընկերը փոխանցում փակեց երեխեքի համար էր բան վերցրել, տոմսեր վերցրել։ Մի վարքան դուք երկուսով դեյթի չէիք։ Այդ օրը հետո մեզ միացան երեխեքը։ Հա, բայց այդ date-ը տոմսերով էր ախպեր։ Երեխեքին տենց կանչեն, նայում են Տոմսերով իրեն date-ը։ date-ը։ Չէ, սենց պատմեմ մի քիչ սկզբից, Հա, երկար չլինի։ Ծնվակ։ Լավ, սկզբից պատմում, Աստված ստեղծեց որ այս մոլորակը։ Չէ, գնացել ենք սկզբում մենք, հետո աղջիկները միացել են, որ տուն տանեին, նենց ստացվեց, որ այդ ընթացքում երեխեքը ուզում էին ինչ-որ բանից օգտվեին, տոմսեր իր ընկերը վերցրեց, հետո որ եկա տուն, Ինչ տոմսեր էլ մի հատ էի ասա։ Դուբայի տոմսեր։ Չէ, 3 հատ։ պետք է ինչ-որ տեղից օգտվեին, այդ տոմսերը շատ կրինժ է հնչելը, որ ասեմ։ Հա, Սահադաշտ։ չմուշ։ Կրինժա սահադաշտ։ Չմուշ։ Դե ուզում ասեմ կրինժ չի, որ Բա, սահադաշտի բան է։ տոմսը 2000-3000 դրամ է, հիմա բոլորս գիտենք։ Հա։ Հա դա սաղորենդ է։ Այդ փող 3-ը ու այդ փոխանցել եմ ես ու շատ գժված։ Ու այդ օրից հասկացա, որ մի վարքյան էլ էս ինչա Ինչ կատարվում։ գնացիր տուն, ասաց փոխանցի են տոմսերը։ Մի հատ Քարտի էս- համարը ու ազանգեցի ասեցի ոնց որ երեխեքի համար ապրես բան, բայց չգիտես ոնց որ ընկերը սայտի մուծել։ Հա, մի հատ $50 դեշար ուղարկի Մի ընկերոջ։ վարքյան էլ էս էս էլ 50000 դրամից գինի չեր իմ կարծիքով։ Այդտենց գժված ես քարտի համար ուզեցի կարծիքով էլ, փոխանցեցի։ Հələ մի հատ ես չհասկացա։ Մենք վիտոգի զայենք, որ կես մուծենք, թե պետքա տղամարդը սաղմոցի։ Ես մտածում եմ տղամարդը պետք է մուծի։ Իմ Ինչու։ կարծիքով։ Ինչու։ Ինչու։ Հա։ Որովհետև կարծում եմ հնուց ի վեր ավելի ջենտլմենի նման, չգիտեմ, դի նորմալ սիրուն ժեստ։ Այո, դաժե 16-րդ դարում երբ գնում էին կաֆե, զույգերը։ Դաժե 16-րդ դարում որ սահադաշտից հետո ասեմ։ Ես չեմ պատկերացնում որ Ասենք իրար հետ գնացել ենք մաման սպանելու, խիպը ես Իմ զենքը թողեմ, բայց ես մի հատ հարց ունեմ, դուք այտենց եք վերաբերվում առաջին դեյթին, թե բոլոր դեյթերին, որտեվ կարող դուք մտածում եք առաջինը պիտի ինքը վճարի, բայց դալշե ուժը կարանք եւ Հա, եթե շարունակվի հարաբերությունները ու ես մտածեմ կարամ իրան դիտարկեմ իմ Հա, եթե ընկեր։ ես չկշտանամ, Ինձ թվում է, հա, այդ ժամանակ կարամ դիտարկեմ։ Բայց առաջինը մի քիչ Դա առաջինից թվում է նորմալ չի, ես էլ որ տղա լինի հաստատ տենց բան չի անի։ Դե ոնց որ ինքն է հրավիրել, էլի, չէ, ինքն է չէ Հա, հրավիրել։ միանշանակ, եթե ինքն է դեյթը կազմակերպել ինձ հրավիրել, ես հյուրն եմ։ Բայց ընկերու չմուշկները тут при чем։ Չէ, նկատեմ այդ օրվա այդ արարքն էլ ինձ արդեն հունից հանեց, մինուսիկ էլի դարձավ նորից։ Այ, շնորհակալություն։ Red flag։ Բայց բանը էլի, ուզում եմ ասել չմուշկների բավ կարած չտար вообще, բայց եթե արդեն տվել էր էլ հետո։ Բայց դա էլ բան չէ, նա ինքը աղջիկների դեմը տվելն է փողը, բայց հետո կլինի հետ գցես։ Դու պետք է ասեր բանը, աղջիկեկին հերթով գրի թող հետ գցեն, մարդը ինչքան է 2000 հերթով մարդը երկու գրգեիք, sense որ Հա, տարբեր։ նենցա Դե իսկի նորմալ չէր էլ այդ։ Ասա քեշ է մենակ մեր Իրանք մոտներ։ հետո գիտեք ոնց որ իրանք մեզ միացան, իր ընկերն հետ միացավ, вообще օքեյ չի որ մի 5 տղա մոտել է իր աղբերներ եկել ու 3 ընկերը ոնց որ մեզանից փող վերցնեն ինչ որ բանի համար։ Իսկ հիմա որ կամպաշով տեղ են գնում, տղաները փակում են հաշիվը։ Ես տենց գիտեմ, չգիտեմ։ Իսկ աղջիկները ինչ են անում։ Աղջիկները ինչ են անում։ Աղջիկները օգտվում են այդ ինչ որ իրանք առնում են այդ PlayStation-ից։ Ես տենց գիտեմ, չգիտեմ։ Դու նկատում ես որ տղեկ Իմ papan որ միշտ տեղ ենք գնացել, երբեք չի եղել որ ինչ որ sense ասիկիսով փակի։ Աղջիկս էս կամ իր ընկերները Աղջիկս էս քո free փողը 1003 դու պիտի տաս։ Կամ որ Պապջան մերսի free եմ, հա, չէ։ Էդի իմ ընկերն է ստացել, կղրգես։ Չէ, դա նկատեմ ընտանեկան հավաքույթներն էլ, էլի։ Կողա մի օր իր մի ընկերը փակվեր, մի օր, չգիտեմ, sense ինձ թվում է դա դաժե մամային եմ պատմել, մաման էլ է խնդացել, sense ասեմ։
Մաման էլ ապշել։ Մաման չի խնդում, ոչ մի բանի վրա։ Մաման մաման։ Ու զարմացել է, որ տենց բան կարա լինի, էլի։ Իսկ դուք որ աղջիկներով գնում եք սրճարան, ոնց եք անում։ Կարող է այդ օրը մի ընկերոյից փակի, մենք օրինակ փոխանցենք կամ չփոխանցենք, հաջորդը ես փակեմ։ Չէ, դա մեր մեջ այնքան խնդիր չի, մենք դա մոռանում ենք դաժե։ Սենց ասեմ, մենք կարանք մենք դաժե մոռանում դուրս ենք գալի, հետո ասում են եկեք հələ փակեք ես հաշիվը, դաժե այդ այնց խնդիր չի մեր համար։ Նկատեմ ընկերություն ենք անում, նես չի կոպետ ասած յարտակ ենք մնում, ամեն մեկը կարող է ես այդ օրը հաշիվը օրինակ չփակեմ, իմ համար չգիտեմ կոֆե կամ ինչ-որ մի բան առնեն, հաջորդ օրը ես կարող նվեր առնեմ իրան, այսպես 1005-ի կոֆե։ Ես փողային չէ, այդպես սահմանաչափերը չենք դնում, լիմիտով բանով չէ։ Բայց կարող է դեյթ չի եղել, տենց ընկերական հելելեք բան։ Դեյթ հա եղել։ Այն մեկը ընկերական է, հա, օքեյ, Այն մեկը ընկերական է եղել։ Այն երկուսը դեյթ է եղել։ Դե հետո մեր երեխեքը ավելացել են, կարելի ասել կամպաշով հավաքույթ է եղել, ինչ-որ տենց բան ասեմ։ Բայց օբշի ընդհանուր առմամբ ներկուսը դեյթ է եղել։ Ու այդ 3 տղաների հետ էլ չհանդիպեցիք, հա։ Չէ, դրանից հետո չեմ հանդիպել։ Բայց մենակ այդ պատճառով թե չդզեցին էլ։ Կոնկրետ, սենց ասեմ, նես չի հակակրանք կար։ Օրինակ Սարոն, ինչ էր, ինչ խնդիր է։ Օրինակ հակակրանք չկար, դե եթե գնացել եմ դեյթի, նշանակում է այդ տղային համակրել եմ, մտածել եմ կարամ ծանոթանամ, ճանաչեմ։ Բայց կոնկրետ անկի քշեի, մի քիչ։ Բայց բաներ կան, որ մինուս դարձան ու էլ հետո չուզեցա հանդիպեմ։ Դից հաջորդ օր էլ չեմ ընդհանրապես կապը կորել է, կտրվել է։ Մի հատ բանը, հա, դա ձեզ հասկան, ասա։ Ես ուղղակի մի հատ բան եմ ուզում խնդրել։ Եթե մյուս անգամ ինչ-որ դեյթի լինեք, սենց բանը, մի հատ տղա լինի, որ սաղ վճարում, հա։ Դու տես կամպաշկարնի ինձ էլ կանչեք, էլի օգտվեմ, էլի սենց։ Թո վճարի, էլի։ Հա, ես եկա քշեի։ Ինքն էլ է կայֆոտ չմուշկա քշում։ Հա, պրոֆեսիոնալ չմուշկ են քշում ձրի։ Բայց դուք ձեզի մի քիչ բան անում եք, սենց են, որ վայ դե ես կտայի բան։ Էդի անում եք։ Մի անգամ դեպիլացիա տենց արեցի, ասեցի վայ դե կարանք, հետո հասկացա մի վարքան էլի աստղջան, ինչ ես անում, նորմալ չի ընդհանրապես։ Ինչ արեցիք մի անգամ, ասիք վայ ես կտամ։ Ասեցի դե կարամ քարտիդ փոխանցեմ, բան, բայց չէ, ինչ ես խոսում, բան տենց բաներ, բայց արդեն այդ խոսակցությունը որ գնացել է, ուժել չես ուզում, չգիտեմ ուժ ձևն է, արդեն всё նեղվում ես։ Բայց մի բան ասա, չէ, ինչ ես խոսում, հետո դուք ասեք փոխանցեմ։ Հետո փոխան, ինքը չէ, հետո ինքը հաշիվը փակում է, գնում ենք։ Հետո դուք փոխանցում եք։ Չէ, չեմ փոխանցել։ Ուղղակի ասել եմ, եթե տենց խնդիր է, ես կարամ, չգիտեմ, քարտը տուր, ուղարկեմ։ Սենց։ Բայց նայեք, ես զայեմ, որ գոնե տենց առաջի հանդիպումն է, պետք է ցույց տաս, որ դու սենց ես սաղ կանեմ, Սիրուն ջան, դու չմուշկը կեր Չմուշկը վերցել եմ կոմբարը։ Չմուշկը կեր։ Բայց նայ, որ ասենք հաշվը բերեն, ինձի աղջիկը ասի բանը, ես վճարեմ կամ ոչ թե ես վճարեմ, այլ տիպը օգնելու բանկը ցույց տա, էլի որ ես եք ուզեի վճարել։ Ես կասեի, արա կյանքս, արա։ Բան մի արա, ես կվճարեմ, արա ես տղամարդ։ Մենակ մեծ 5։ Բայց աղջիկները զգում են, բայց ինձի շատ պրիատնի կլինի, որ տիպը կասեմ, արա ջան, արա էս լավ։ Դու կտայր, բայց քեզ կդզեր, որ ինքը։ Հա, բայց մի քիչ sense բան արեք, էլի sense Գյորգը մի քիչ, հա։ Այսինքն քարտս ինչ ուրա։ Այդ ամենը ես Արմենը այստեղ է փողերը բաղում, այստեղ։ Որ միտե մտնում ենք, ասում ես, «Սպասի, ես կտամ»։ Չէ, այստեղ բան եմ բամ շալվար։ Հետո շալվարը հանում սկսում եմ դրա ջեբերը մի հատ sense նայել։ Պրոստը ժամանակ ձգի, տիպը սարը որն է։ Չէ, որ լիներ Որն էր երկրորդ 5000-ը։ Որ լիներ երկրորդ, երրորդ հանդիպումը, կմտածեի ինչ որտեղ, բայց առաջինին կորցումը մի քիչ սիրուն չի։ Սիրուն է։ Սյոժը։ Չէ, ամեն դեպքում նայ, դուք իրար մոտիկ չեք, առաջին հանդիպումն է։ Ինքը ով է որ քո տեղը հաշիվ փակի, հա? Ով է ինքը։ Հենց այդ է մի։ Բայց ես իրա հյուրն եմ։ Հենց այդ է, բայց 8-րդին կարաս ասել փագի արա։ Հա։ Ինքը ինձ հրավիրել է, ինձ թվում է, սենց ասեմ, եթե օրինակ ձեր տուն մարդ է գալիս, հյուրա չէ գալիս, ոչ Ձեր տուն մարդ չի գալի։ Հա, լավ, մեր։ Ես ուզում եմ փողը, ես ուզում եմ։ Չէ, փողը չէ, նկատում եմ, դու իրան հյուրասիրում ես։ Իրան հյուրասիրում։ Հյուրասիրում, հետո ասում տվեք։ Փողը չէ ծախսում այդ մարդու համար։ Չգիտեմ, տան համար, իր համար կոնկրետ փող է։ Հա, բայց դա տան եղածներն է ինքը ուտում։ Դա ուժը ծախսել եմ դա։ Դա տունը կա։ Լավ, ենթադրենք ես եթե օրինակ իմ ընկերուն ասեմ, արի գնանք կինո նայելու, ես այդ կինոյի տոմսը ես կվերցնեմ։ Ես վստահ եմ, որ իմ ընկերուն էլ նույն ձև կա։ Ինքն է պոպկորնը կվերցի, բայց այտենց էլ կա, չէ։ Կարակ դուք խմելու բանը վերցեք։ Ապրես թե կուս, ես համաձայն
Ստացային։ Արա դու ամեն ինչում լավ ես, արա։ Արա դու զոց ապրես, արա, գազան, արա։ Վերջնա։ Վերջնա ոզգում։ Վզգոս չշատ ջան իրականում դաժե ինձի չի թողում պայտակ հաշիվ փագամ։ Տես, դաժե ձեր մոտ կա տենց բան, բայց նորմալ է որ դեյթի գնաս ու ցենց Չէ, մենք դեյթի չենք, մենք պրոստը որ դեյթի ենք գնում կիսում ենք։ Պայմանավորվում ենք, ասում ենք, էսի դեյթ, հա, տղեկ, եկեք մի հատ ջոգ ենք սկսել։ Այս Խինկալյանոց է հիմա դեյթը։ Սահմանափակ, հա, լուրիվ։ Տենց։ Լավ, Կիսելը նորմալ է։ Դա ասում է դուք որ ասում եք ուղղագրությունը բան է, հա։ Ոչ։ Դուք ամուսնացած եք։ Իսկ Դուք առաջին ամուսնացած եք։ հանդիպանը նույնպես։ Ես գերմանական սպասեք դրանք ինչ ասում Շատ ես գետարկի է։ Ալտերնատիվ միտք է։ Ես գերմանական հաշիվ փակել չեմ սիրում։ Էդի որն է։ Էդի այնա որ տղան, այդ որ Դի որ եվրոյով կիսում ես են։ փակում։ Այս բանն է դզում որ բանը։ Հələ մի րոպե, ասող, բայց Ես խեր ես եվրոպացի չեմ։ կես ժամը ես ասում հայ ես, կես ժամը ասում ես կիսել չեմ սիրում, հիմա ասես ես այդ գերմանականը չեմ սիրում։ Էդի մի բերեք ինձի առաջ, ես այդ եվրոպականը չեմ սիրում։ Ես այն արեգինը չսիրի սկզբից ինձ։ Ես հայկական եմ սիրում։ Դուք ասում եք, որ դա նորմալ է։ Հենց առաջի հանդիպումից պետքա կիսովի լինի։ Պետք չի, պարտադիր չի։ Նախ կարծում եմ, որ դեյթի ժամանակ այլ մարդկանց ներառելը ճիշտ չի։ Դեյթի կամպաշկա էր զուտ։ Եվ չմուշկ ներառելը։ Սուբյեկտիվ, ինչպես եմ ես անում եւ ինչպես եմ ընդունում, ես Իհարկե։ իմ դեյթերի ժամանակ գերիներին չեմ ներառում, խնդրում եմ այլ անգամ հանդիպել, այդ մեկ։ Երկրորդը չի եղել ճիշտ ասած, որ ես փակեմ դեյթի ժամանակ հաշիվ, բայց եղել է որ առաջարկել եմ եւ նրանից բաց չեմ ստացել։ Հա, դե բայց Դե կամ առաջին անգամ։ այո, դուք սենց խոսում եք ռիսկե չի անի այդ մարդասի կիսենք, հա։ 3 հոգի ձեր կողմից էր։ Չէ, ես ուզում եմ շորժը մնամ։ հաշիվը տղեկից փագին եմ Ես ում մնամ լեդի կարգավիճակում իմ փոխային հաշիվը փակեն, չգիտեմ։ Այո։ Ինչ վեդի։ Ես ուզում եմ գնամ վեդի։ Թող իմ տրանսպորտի փողը փակեմ։ Փակեք իմ տրանսպորտի փողը։ Ես վեդի։ Ես կես ժամից պետք է լինեմ վեդի, ինձի չի հետակ։ Ինձ չի դա քրկրում։ Նամեցկի, չգիտեմ։ Ոչ մի Գերմանիա, վեդի, ես դի վեդի։ Լավ, նայ, սենց ես քեզ մի հատ առաջարկ ունեմ։ Նայ։ Բերում են հաշիվը, դու դեյթ ես։ Բերում են հաշիվը։ Այդ տղեն է զուքանում, չի կարա։ Տղեն արդեն զուքանում է։ Երկուսով է զուկանում կայլա։ Լավ, գնալի պատմեմ։ Նայ։ Դու սենց հաշիվը բերում են, ասենք բան, չէ՞։ 20000։ Այդ տղեն ասում է քարտով։ Ինքը վճարում է քարտով, այդում է մատուցողը, բայց մի չայ վրա։ Դու ասես 1000 հանմաս ճպստում ես տենց հաշվի մեջ, էլի, ոնց որ դու էլ տես։ Իմ կողմից ներդրում եմ։ Քո տես ինչ որ բան արիր, էլի, 1000 չայ ոյ դու թողիր։ Ինքը քարտով ասա դու 1000-ը չայ ոյ թողիր, ինչ որ մի հատ ինիցիատիվա կա քո կողմից, էլի։ Okay։ Կամ խոսքին այ փագեց ինքը հաշիվը։ 9000-ը դու։ Բայց ես որ առաջի դասան չեր գնացի էդի է։ Ես մի հատ էլ եմ վերսիա մտածում 9000-ի վրա խնդած 9000 Էդ ինչ թիվ է Ես մտածում մինչև դեյթը կարող է այդ թեմայով պետքա մի հատ շփվել Սենց ինձ թվում է մի քիչ Չէ, սենց չեմ ասում դու սենց բացես թեման լսի ոնց ես մտա տենց չէ Սենց գակ դե Այսպես բան հերվիս տիպը դու սիրում ես տեղեր գնալ ուրդե բանը սերվիսը մեջն է թե չէ բան 10%-ը մեջն է Չէ, մի հատ հերվից շատ հերվից դու guten tag Նա ջոգում ես ինքը вообще ջոգում ես ինքը գերմանական սիրում է թե չէ Դու կարաս ռիլ ուղարկես տենց այն որ ռիլեր կա որ աղջիկը սենց փողա տալ տղեն սենց հրում է այդ ռիլը ուղարկես մի հատ տենաս ինքը ինչ ռեակցիա կտա Okay Բայց մենակ էդի չէ սենց մի 3 հատ ղրգես արանքում էդի մի հատ օրագիր նյուզից մի հատ էդի մի հատ Նիկոլից մի բան ու նոր այդ հարցը տաս Բայց բանը մի հատ էլ կարա սենց լինի որ հասկանաս պրինցիպի ինչ ձևի մարդ է սենց նստած են հաշիվը բերում են բանը ինքը վերցնում է ինքն է վերցնում դու չվերցնես դու լեյդի Դու քո համար է լեյդի հա դու քո համար սենց լեյդի ինքը հաշիվը վերցել է սենց է անում ասում ես ինչքան է Եթե ինքը ասում է կյանքս դու գործ չունես դու լեյդի Նայ դու ֆիքսեցիր ուժը որ ինքը ջենտլմեն դու լեյդի Բայց եթե ասում է խոսքը եթե թիվ ասում էդի ուժը
եթե ասես 17600, Էդի ուժը հա, կամ ուզում է լոպազանա, որ նայ, հեսա ես 50000 ինքնուրույն եմ փագում, կամ էլ ուզում է կիսվել, ինչը քեզ համար օքեյ չէ։ Հա, կամ է բանը, կարող ասում է բանը։ Եթե գինը ասում, ոսկե ասում ես ինչքան, ասում է 18000։ Դու սենց Վաչի վրոձի։ Եկայ բան դրանք։ Դու սենց զուբաչիստկով օկա։ Ամեն դեպքում որ հաջորդ անգամ ինչ որ տղայից շփվում եք, անունը մի հատ առաջինը նայեք։ Հա, դա արդեն նա է։ Եթե Որ հանկարծ այդ անունից չլինի։ Կարող է ձեր հետ որտեվ չի բռնում այդ անունը։ Չէ, չի բռնում вообще, ոնց հասկացա։ Գարասկոպը ինչ կապ Չէ, ունի։ գարասկոպն չեմ հավատում ես։ Չեք հավատում, բայց ինչ է գարասկոպը։ Ցուլ։ Դե, Բա ասում ես չեմ հավատում։ Գիտեմ։ Ցուլերը չեն հավատում, հա, կա տես։ Գիտեմ, բայց ես չեմ ընդունում գարասկոպը։ Սուլերը ընդհանրապես չեմ հավատում։ Ցուլերին այսօր սպասվում է նորմալ օր։ Մենք ինքան են հարցնում, գիտեմ, որ ասեմ։ Դե ուրեմն նա ինչ ես անում։ Մի հատ դեյթի գնալուց առաջ, մի հատ այդ տղա անունը ԴՀԿ-ն ստուգում ես։ Մի հատ անուն ազգանուն։ Ընտրողների ռեգիստրում կստուգեմ, խեմ ԴՀԿ-ում ստուգում։ Արել։ Դավայ։ Մենք երրորդ խնդիրով իմաստուն չենք դիմել, չէ՞, կարող անես որ տրեզվի բան կա միտք։ Տրեզվի արդեն չկա, ես երրորդ բաժակն եմ խմում։ Հաշիվը կիսելու եք, Գևորգ։ Ոչ մի դեպքում ես համամիտեմ, որ տղամարդը չպետք է հաշիվ կիսի։ Չպետք է կիսի։ Դա գերմանական, եվրոպական։ Հիմա եվրոպական հաշիվ կիսելն ենք մտցնելու ներս, հետո կին կիսելն ենք մուտք անելու, սվինգեր չգիտեմ ինչեր ենք մուտք անելու։ Նենց որ այդ եվրոպականները թողեք ընդ Եվրոպա թող մնա, մենք է մնանք հայ, էլի։ Ջենտլմեն տղամարդը միշտ պետք է հաշիվը փագի։ Ես ավտոյի դուր պետք է բացի։ Տղամարդը պետք է ավտոյի դուր բացի, պետք է հաշիվ փագի, պետք է լինի ջենտլմեն կնոջ համար։ Դուշը սարքի։ Այդ իսա դու արա, օքեյ։ Ես անում եմ։ Ես դա անում եմ։ Վրա էդի պետք չի գցել։ Ես դա անում եմ։ Իմացա Գևորգ զբաղվում է ամեն ինչով։ Ունի ընտանիք, զանգիր, ման, ինչ ուզում ես անում ա քո համար։ Ամեն ինչ անում է։ Չէ, ես համաձայն չեմ Գևորգ ջան, հազար ներողություն, բայց ես համաձայն չեմ։ Ես մի քիչ համաձայն եմ ախպեր, ես մտածում եթե փոխանցի դրամատը, թող հրավիրի այգի մառոժնի ուտելու, եթե աղջիկը կմերջի դա կամ կհամարի բան, դու այդ աղջիկը գնա մանգային ինչ որ Հա, ես եմ համաձայն։ Առաջին մի երկու անգամ տղամարդի իր հետո ուժը Հաստատ ես երրորդ անգամ միանշանակ չեմ։ Հետո արդեն ընկերություն եք անում, բան ուժը օքեյ։ Դա արդեն նորմալ է, կարամ ես էլ լիքը բան պատիվ տամ, չգիտեմ, նորմալ է դա։ Բայց եթե անցած անգամ ենք սա դաշտում բան էին արել, իրանք հետո եթե Էդի, հա, էդի պրոստը դեպքներ պատմեցի, դա էլի իմ համար։ Ոբշե։ Սա դաշտի։ Հա, դե տվիկի, տոկում ղրգիկ։ Հա, էլի տոկում ուղարկյան ենք։ Բայց են կեժամ ավել էին ցահե։ Լսի պահեց 300 տերմինալը ոչինչ, հա, ոչինչ, կյանքս։ Ո մենք բան չենք կյանքս, տոպայի։ Տոպայի հետո կղրգես։ Is դու որ տղեւը դեպի դեյթի։ Մի օր էլի կներես, ես պրոստը մտածեցի, ես շատ ռիսկի ասացի, ես вообще համաձայն չեմ ու հետո տենց մի քիչ մոնտաժի մասին մտածի, մի հատ ուզում եմ մի հատ էլ վերսիա ասեմ, որ համաձայն։ Բայց ես այս կամերային ասեմ։ Կստացի հա ճիշտ ես ասում, տղեն միշտ պետք է ամեն ինչի համար վճարի ու մնա ջենտլմեն, ծափարություններ։ Ես մի քիչ համաձայն չեմ։ Ես էսի կջոգ եմ ոնց կտրեմ։ Ես էլ եմ փոփ։ Իսկ դուք հարուստ եք, աշխատում եք, ունեք որտեղ եք աշխատում։ Մեծ արտադրամասում եմ աշխատում։ Ինչ արտադրամաս։ Կահույքի պոլիմերային մետաղական։ Արտադրամաս ու խանցրանայի ցանցը, մի խոսքով մեծ կամպանիա։ Դուք մենեջերն եք։ Մենեջերոտ, հա, սենց մի բան։ Մենեջերոտ, հենց տենց է գրած է բեյջին։ Մենեջերոտ։ Սենց բան ասում են մենեջերին կանչենք ինքն է գալի, բայց ասում եմ անվստահ։ Նկատում եմ։ Ինքը գալիս է, որ մենեջերը տեղում չի, ես մենեջերոտ եմ, ասեք ինչով կարամ օգնել։ Ես մենեջերոտ եմ, հենց նոր քսվել է ինձ մենեջերը կարակ։ Վաճառքի բաժնից եմ, սենց ասեմ, ինձ կհասկանա։ Դզեց։ Վաճառքի բաժնից եմ, էլի։ Սպես ասեմ։ Հերախոսով։ Հերախոս, գրել, տեսնվել, ամեն ինչ։ Ինչ կա վաճառքի մեջ, կարծում եմ ակտիվ բաժին է վաճառքը։ Վաճառքը ամեն ձև անում են։ Վաճառքը ամեն ձև անում են։ Մենեջերը պատասխանն է, չէ՞։ Վաճառքը էլի։ Так։ Դե ինչ։ Իսկ մի հատ։ Թե всё։
Չէ, նու լիքը խորհուրդներ ուժը տվել են, եթե ինչ-որ բան Ա, ասես։ սա Ես հարցը, արդեն լիքը բան իմացա։ Այն անունից խուսափեք անպայման, որովհետև կարող է այդ անունը ձերը չի։ Ես այդ արդեն մտածել եմ։ Սարգիսը Չէ, Այո։ չէ, սպասի, մի Հələ մի վրացի, մի հատ Հաշիվը հաշիվը փակի։ հաշիվը բերեն, հա, ես եմ ասում։ Ինչ-որ բան վերցրել եք, հա հիմա։ Հա, Բա ինչ եք անելու։ 4-ով եք։ Իդեպ Չեք ուզում եմ ասել տանելու։ հանգարց չվճարեք, Գևորգը սաղ կվճարի ձեր համար։ Բոլորը Այսօր ինչքան աղջիկ կա, Գևորգը վճարում է, որովհետև տղեն պետք է մնա ջենտլմեն առաջ է։ Ու вообще, ասա որ տաքսի գա չբացեք դռները, սպասա Գևորգը Գևորգը գա։ սաղի դռները կբաց։ Սուպերմարկետ ենք հետո գնում տան առևտուրն է անել։ Այո։ Այո, մամ ջան։